Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ինչպես ասել է Նելսոն Մանդելան, կրթությունը այն հզոր զենքն է, որով դու կարող ես փոխել աշխարհը։ Ինչպես արդեն հասկացաք, տեղափոխվում ենք կրթական ոլորտ եւ խոսելու ենք այն կարևորի մասին, որը բոլորիս կյանքը կարող է փոխել։ Եվ այսօր տաղավարում մեր հյուրերն են Վարդանանք կրթահամալիրի տնօրեն Շուշան Զաքարյանը, Տարական դպրոցի համակարգող փոխտնօրեն Մարինե Մանուկյանը եւ Հայոց լեզվի գրականության ուսուցիչ Վարդուհի Մուրադյանը։ Բարի առավոտ։ Խոսենք։ Հրաշալի։ Ինչ լավ է։ Մի փոքր խոսենք հենց Վարդանանք կրթահամալիրի մասին։ Վարդանանք կրթահամալիրը հիմնադրել է մայրս Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Գայանե Սողոմոնյանը 2009 թվականից եւ մինչ այսօր իրականացնում ենք տարական, հիմնական եւ ավագ դպրոցի կրթություն, միջնակարգ կրթություն ենք իրականացնում, ապահովելով տարբեր հետաքրքիր ծրագրեր, կրթական ծրագրեր, ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող հնարավորինս փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա բազմակողմանի զարգանալու, ձևավորում ենք բանիմաց շրջանավարտների եւ որ ամենակարևորն է ազգային արժեհամակարգը պահող շրջանավարտների։ Փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան անընդհատ զարգանալու, կրթվելու, ուսուցիչները հնարավորություն կունենալ ինքնակրթվելու, որպեսզի կարողանան հաջողությամբ կատարել սովորեցնողի իրենց առաքելությունը։ Հիանալի է։ Ինչպիսի սերունդ ունենք։ Հրաշալի սերունդ ունենք։ Համաձայն եմ շատ։ Իսկապես հրաշալի սերունդ ունենք, շատ ստեղծարար, մտքի լայն թռիչքով, անսպասելի, անկանխատեսելի ու շատ հետաքրքիր։ Հարցերն են շատ, չէ՞ երևի։ Հարցերը շատ են, բազմակողմանի եւ ցանկացած ուսուցիչ ամեն օր պիտի պատրաստ լինի այդ հարցերին պատասխանելու, որովհետեւ այսօր աշակերտները շատ բանիմաց են, քաջատեղյակ են, տեղեկացված են եւ այսօր ուսուցիչը գիտելիքի միակ աղբյուրը չէ։ Եվ դու աշակերտին համընթաց պիտի զարգանաս, պիտի ինքնակրթվես, որովհետեւ դու պիտի պատրաստ լինես պատասխանել նրա բոլոր հարցերին։ Եվ այստեղ պիտի սերունդների բախումը եւ հայացքների բախումը շատ աննկատ լինի, որովհետեւ դու հետաքրքիր ես այնքան ժամանակ, քանի դեռ փորձում ես մտածել իրենց պես կամ հասկանում ես իրենց։ Դա ժամանակի մեջ ես։ Այո, որովհետեւ դա հաջողության գրավականն է։ Երեխաների հետ աշխատելը շատ դժվար է, առավել եւս տարական, հա, որովհետեւ այստեղ արդեն երեխաները շատ պարզ են եւ շատ ազնիվ են, եթե ինչ-որ բան իրենց դուր չի գալիս, իրենք փորձում են դա միանգամից ասել ու հետո առարկան միշտ սիրում են, երբ որ սիրում են դասատուին, այո, ես իմ փորձից եմ դա ասում։ Պիտի խնդրեմ մի քիչ խոսենք այս մասին։ Շատ ճիշտ է, միանշանակ ճիշտ շեշտադրում էր, այո, երեխան դպրոցը սիրում է ուսուցչով, իսկ ուսուցիչը պետք է լինի կատարյալ, որպեսզի կարողանա այդ հաղորդակցումը սովորողի եւ ուսուցչի միջև հնարավորինս ճիշտ կազմակերպել, հիմքում դնելով սոցիալ հուզական ուսումնառությունը։ Այսինքն Վարդանանք կրթահամալիրում կարևորում ենք սա, տրամադրության դպրոց է Վարդանանք կրթահամալիրը եւ ինչպես ասաց իմ գործընկերը, այսօր մանկավարժական խոսույթում շատ շրջանառվում է 21-րդ դարի հմտություններ եզրույթը եւ Վարդանանք կրթահամալիրում այս տարական դասարաններից մենք սերմանում ենք այնպիսի հմտություններ, որոնք այսօր պետք են ուսումնառության հետագա տարիներին եւ պետք է նաեւ ամբողջ կյանքում։ Քանի որ կրթությունը առաջանցիկ է։ Այսօր կրթում ենք, դասյարակում ենք եւ այս պտուղները երեխան քաղում է նաեւ իր կյանքում։ Ինչպիսի հմտություններ են։ Այ ասացիք, լսում են, փնտրում են, որոնում են, հաղորդակցվում են, համակարգչային հմտություններ են ձեռք բերում, տեսեք լավատեսորեն են մոտենում ամեն հարցի, թվում է թե լավատեսությունը շատ պարզ բառ է իր բառի իմաստով, բայց երբ երեխան լավատեսորեն է տրամադրված իր ուսումնառության գործընթացի կազմակերպիչներին, ինքնին իր ուսումնառությանը, սա ենթադրում է, որ ինքը կարողանում է ցանկացած դժվար իրավիճակում արագ դուրս գալ, այդ ընկճախտի մեջ չընկնել, կարողանում է ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվել, կարողանում է ինքնամոտիվացվել եւ աշխատանքը եւ իր այդ պարտականությունները դառնում են հաճելի։ Այսինքն մենք մի պարզ ձևակերպմամբ ասեմ, տարական դպրոցում երեխաները գալիս են դպրոց, մեր խնդիրն է, որ գան դպրոց ուրախ, դպրոցից գնան ուրախ, հաջորդ օրը նորից մեզ տեսնելու, մեզ բարևելու, մեզ ժպտալու եւ անպայման նորի ակնկալիքով, նորի սպասումով։
Սա է ամբողջ գաղափարախոսությունը, անկեղծ ասած, որ ընկած է տարական դպրոցի այս հայցակարգային դրույթների հիմքում։ Մենք այս գաղափարախոսությամբ ենք առաջարժվում։ Իսկ լավ մանկավարժ լինելու առանցքում ի՞նչն է։ Հետո աշակերտի մասին եմ հարցնելու։ Սկսենք մանկավարժից։ Սերը դեպի աշակերտ։ Սերը դեպի աշխատանք, սերը դեպի աշակերտ, սերը դեպի հայրենիք, սերը դեպի լեզու։ Սերը այնպիսի բան է, որ չպիտի խոսես դրա մասին։ Դա ինքն իրեն երևում է, ու աշակերտը դա շատ լավ տեսնում է, զգում է։ Իրենք շատ խորամիտ են, իրենք շատ հետաքրքիր են, իրենք շատ արագ զգում են, որսում են։ Սիրում ես աշխատանքը, սիրում ես իրեն։ Ու այո, մեր օրերում, երբ որ այսպես ինֆորմացիայի տեղեկույթի մեծ հոսք կա, դու պիտի դառնաս այն կամուրջը, այն սոսինձը, հանուն որի երեխան ուզենա գա դպրոց։ Ոչ թե գիտելիք ստանալու է, երբեմն իրենք մեզնից շատ բան գիտեն, տարբեր աղբյուրներից գիտեն, ու մենք էլ ենք սովորում իրենցից։ Այսօր մենք շատ բան ենք իրենցից սովորում։ Պարզապես կարծում եմ մենք պիտի լինենք այն սոսինձը, նորից կրկնեմ բառը, հանուն որի ինքը պիտի ուզենա դպրոց գալ։ Այ մոտիվացիան շատ կարևոր է։ Այո, իհարկե։ Բայց լավ աշակերտի մասին էլ խոսենք, ով է լավ աշակերտը։ Այն շարունակեմ նայ միտքը, ով է լավ ուսուցիչը։ Ուրեմն լավ ուսուցիչը այն մարդն է, որը գիրք կարդալուց զատ, գիտելիքներ կրելուց զատ պետք է լինի ընկերը աշակերտի։ Պիտի հասկանա նրան, հա, պիտի կարողանա ուսումնառությունը կազմակերպել նրա կարիքների հաշվառմամբ։ Երեխան կարողանում է, որքան է կարողանում, ինչ չափով է կարողանում։ Այն ինքնամոտիվացիայի եւ մոտիվացիայի մասին ենք խոսում։ Երեխան ցանկանում է եւ այո, աստիճանաբար իր ներուժը սկսում է բացահայտել, բայց ուսուցիչը պիտի տանի նրան այդ ուղիով։ Սա է մեր օրյա ուսուցչի պահանջը։ Իսկ աշակերտը շարունակենք գուցե լավ աշակերտը ամեն ինչում ուսուցչի հետ չհամաձայնող աշակերտն է։ Կարող է տարօրինակ հնչի, բայց ես սիրում եմ ինքնատիպությունը աշակերտի, ու միշտ իրենց ասում եմ, եթե դուք կարողանաք ինձ հակառակում համոզել, կեցեք դուք։ Ուրեմն ես հաղթել եմ։ Լավագույն աշակերտը լավ արժեհամակարգ կրող հայն է։ Այսօրվա լավ աշակերտը մեր վաղվա լավ ապագան է։ Կունենանք այսօր լավ աշակերտ, հայեցի դաստիարակություն ստացած, ընտանիքում ճիշտ արժեհամակարգով ձևավորված դաստիարակված երեխա, մենք կունենանք հայրենիքի հրաշալի տեսլականը, որտեղ երկիր կառուցող եւ պահողը նրանք են։ Բնականաբար։ Ես հիշում եմ, ես եկում էր փիլիսոփայության դասատուն, ասում էր, որ ես չեմ սիրում, երբ ուսանողը լուր նստած լսում է։ Այո, այդ որևէ ուսուցիչ չի սիրում։ Այո, վիճեք թեմայի շուրջ եւ ասեք, որ դուք համաձայն չեք եւ բերեք ձեր տեսակետը։ Բնականաբար։ Լիարժեք համաձայն եմ ձեր դասախոսի հետ, որովհետեւ իսկապես, երբ որ որևէ այսպես մտնում ես դասարան, ուզում ես աշխուժություն, կենթանություն, ուզում ես որ քեզ չհակաճառեն, բանավիճեն, քեզ հետ ընդդիմանան, այո, եւ երբեմն ես եմ տալիս այդ ալիքը, մենք ենք տալիս այդ ալիքը, փորձում ենք ստեղծել այդ բանավիճելու ունակությունը եւ մթնոլորտը ստեղծել, որ երեխան այո սահմանափակ եւ քառակուսի մտածողություն չունենա։ Փորձեն հենց մտածեն ու խորհեն թեմայի շուրջ տվյալ։ Իհարկե, եւ որպես կանոն, երբ որ դպրոցում շատ հաճախ ենք կազմակերպում հանդիպումներ, հա, որևէ գրքի շուրջ քննարկում, որևէ ինչ որ իրողության հա, շրջանակում քննարկում, հա, երևույթի քննարկում, մենք բոլորս այսպես, երբ որ մանկավարժներով սկսում ենք դիտարկել աշակերտներին, միշտ առանձնացնում ենք այն աշակերտին, ով ունի իր կարծիքը, թեկուզ եւ այդ կարծիքը չի համապատասխանում մեր կարծիքի հետ, հա, բայց մենք հարգում ենք աշակերտին եւ որպես կանոն միշտ մեզ համար շատ հետաքրքիր է այդ աշակերտը, ով կարող է ինքնուրույն որևէ տեսակետի շուրջ իր կարծիքը արտահայտել։ Ձեր ասացին հավելում անեմ, քանի որ այն սովետական շրջանում, հա, երեխան դա ուղղակի աշակերտը ով պիտի գար դպրոց լուր սովորեր ու գնար, բայց այսօր փոքր երեխան նույնիսկ առաջին դասանի անհատականություն է, որտեղ արդեն ձևավորված մտածողություն ունի այս ինֆորմացիայի դարաշրջանում եւ պետք է նաեւ ինչ որտեղ հաշվի նստել նրա կարծիքի հետ։ Իրենք էլ շատ համարձակ են։ Իրենք էլ համարձակ են արտահայտում իրենց կարծիքը։ Եթե ինչ որ բանի հետ համաձայն չեն, այնուամենայնիվ ասում են այդ մասին։ Մենք տան ունենք դպրոցական, ես դա կարող եմ փաստել։ Ես հիշում եմ, որ ճիշտ է, մեր ժամանակ 12-ամյա չէր քննությունը, բայց ինձ համար առաջին դասարանի իմ ուսուցիչը ու հետո մյուս ուսուցիչները, ես առաջին դասարանի ուսուցիչին միշտ առանձնացրել եմ, որովհետև ինձ համար
առաջինը նա էր, որ այդ կերպարը Ես եմ ստեղծվեց այդպես ու մնաց հաճախ իմ ասում։ սրտի մեջ, եւ ես միշտ շնորհակալ եմ նրանից։ Ես էլ եմ այդպես։ Ես հիմա օրինակ շատերը կարող են եթերից ճանաչել ինձ որպես առաջին ուսուցչուհի, որովհետև իմ մանկավարժական պատմությունը կերտել եմ հենց դասվարի աշխատանքից, ես աշխատել եմ տարրական դասարանների ուսուցիչ, երկարուձիգ տարիներ, մանկավարժական փորձառություն, բայց միշտ հպարտանում եմ իմ այդ կոչումով, որ ես եղել եմ շատերի առաջին ուսուցչուհի։ Այո, ես միշտ ասում եմ այդ մասին, որ շատ կարևոր է, որովհետև աշակերտի, երեխայի սերը դեպի դպրոցը հենց առաջին դասարանի ուսուցչից է գալիս։ Այն ուսուցչից, որը չի պատրաստվում նրան շատ արագ սովորեցնել։ Այն ուսուցչից, որը կարողանում է ճիշտ կազմակերպել հարմարման այդ գործընթացը, որը փորձում է ճանաչել իր աշակերտին, ինչպես Սոկրատեսն է ասում, ճանաչիր ինքդ քեզ, պիտի ճանաչենք աշակերտին բազմակողմանիորեն, որպեսզի կարողանանք նրա ուսումնառությունը կազմակերպել գրագետ եւ մոտիվացված, ինչպես ես ասացի։ Եւ այն ուսուցիչը Տիկին Մանուկյան, ով սպիտակ մաքուր էջի վրա սկսում է գրել։ Ամենաճիշտ եւ ամենամնայուն ձեռագիրն է, եւ ես այո, իմ ուսուցիչներին բազմիցս ասում եմ, որ գիտեք, երբ աշակերտը դուրս է գալիս դասարանից, հաստատ չի ասում, թե վայ, այսօր սա սովորեցի, ասում է, ես ինչ արեցի դասի ժամանակ, որքանով ներգրավվեցի այս աշխատանքում, որքանով երեխան ուսուցիչը կարողացավ նրան пассив կրավորական վիճակից դարձնել ակտիվ, իր սեփական կրթությունը կերտողի դերում տեսնել, ստանձնել նրան ակտիվություն, ներգրավվածություն եւ դուրս եկալի ասում է ինչ լավ դաս էր այսօր, որովհետեւ ինքը գործ է արել։ Այսինքն Վարդանան կրթահամալիրում այս տարական դասարաններից ավելի շատ կարևորում են գործողության դպրոցը, հմտությունների ձևավորման դպրոցը, իհարկե գիտելիքը հիմնարար տեղն ունի եւ միջնորդավորված է։ Գիտելիքը օգտագործում ենք ընդհանրապես միջոց այս բոլոր հմտությունները ձևավորելու համար։ Իսկ ինչ մարտահրավերների եք բախվում, որովհետև կրթական ոլորտում այսօր բոլորս էլ գիտենք ինչքան շատ մեծ բացեր կան եւ հետաքրքիր է դասագրքերի մասին ձեր մասնագիտական կարծիքը, որովհետև բազմիցս քննարկվել են, բողոքները շատ են, կան դասագրքեր, կան տարիքային շեմեր, որոնք կնշեք, որ կուզեիք այդ դասագրքերը փոխվեին, որովհետև դուք որպես մասնագետ գտնում եք, որ այլ դասագրքերով ավելի շատ մեծ ձեռքբերում կունենան երեխաները։ Ես ավելի շատ կնշեմ բոլոր այն դասագրքերը, որոնք հաջողված են։ Եկեք լավի մասին խոսենք, որովհետև եթե ուզենք վատը փնտրել, ամենտեղ կգտնենք այդ վատը։ Իսկ ինչու՞ չխոսենք հենց հաջողված, չէ, առհասարակ մեր հասարակության մեջ կա, չէ, ավելի շատ մատնացույց անել վատը, չէ։ Եկեք խոսենք նաև լավերի մասին։ Ինչու՞ ոչ, մենք ունենք շատ հաջողված դասագրքեր, նոր դասագրքեր կան, նաև որ այո, կան խնդիրներ, բայց հիմնականում այն դասագրքերը, որոնցով օրինակ ես ինքս աշխատում եմ, շատ հաջողված, շատ գեղեցիկ, շատ գունազարդ դասագրքեր են, գրավիչ են, այո, նաև այո, տեխնիկական այդ զինումն էլ շատ հետաքրքիր է, QR կոդերով աշխատում են, եթե օգտագործել հեռախոսը, ապա օգտագործել նպատակային եւ օգտագործել դրա լավ առումով, ստանալ այն ամեն ինչը կարող է տալ։ Ունենք հաջողված դասագրքեր։ Եվ գիտեք ինչն է ամենաոգևորիչը կարծում եմ այսօր աշակերտի համար, մենք երբ սովորել ենք դպրոցում, մենք չենք ունեցել հնարավորություն հանդիպում ունենալու մեր դասագիրքը գրող հեղինակներից որևէ մեկի հետ։ Իսկ այսօր մենք ունենում ենք այդ հնարավորությունը, որպեսզի մեր աշակերտին եւ գրքի հեղինակին հանդիպացնենք մի հարթակում, ինչու ոչ քննարկենք գիրքը եւ հեղինակների համար էլ շատ կարեւոր է լսել աշակերտի կարծիքը իր գրքի մասին եւ որոշակի բաներ փոխել վերահրատարակելիս, հա։ Սա էլ է տալիս նաեւ շատ մեծ հնարավորություն եւ մեր գործընկերը Տիկին Մանուկյանը նույնպես տարական դպրոցում գրքի հեղինակ է եւ իր գրքով դպրոցներում այսօր իհարկե անցնում են մայրենի, այ կարծում եմ Տիկին Մանուկյանը ավելի ճիշտ երևի մի փոքր նաև կներկայացնի այդ գործընթացը։ Պարզությունն է ամենակարևորը, հա։ Այո, ես մայրենի երկրորդ դասագրքի համահեղինակ եմ, ինձ հետ աշխատել է նաև Արնաուդյան Անահիտը, Տիկին մանկավարժական գիտությունների տեխնացուներ ենք, երկուսս էլ դոցենտ, դասավանդում է նաև Բրյուսովի անվան այդ համալսարանում եւ լինելով ակունքներում, երկուսս էլ տարական կրթության ակունքներում, ստեղծեցինք մի դասագիրք, որի կիրարկման արդյունավետությունը կարծում եմ հենց ուսուցչի վերաբերմունքը պետք է լինի եւ սովորողի վերաբերմունքը, որովհետեւ գիրքը բացառապես աշակերտի համար է։ Երեխան պետք է սիրով բացի դասագիրքը եւ ցանկանա տեսնել այնտեղ ինչ կա գրված, մատչելի տեքստեր են պետք զետեղել դասագրքերում եւ
ամենօրյա իմ շփումը աշակերտի հետ, վարդանակցու հետ այս շրջանակում այս համատեքստում է սիրով են բացում դասագիրքը բավականին ստեղծարարությանն է ավելի միտված դասագիրքը գիտենք որ այսօր հետաքրքրություն սովորական գաղափարներ հետաքրքրություն այլևս չեն ներկայացնում դասագիրքը պիտի հնարավորություն տա սովորողին լինել օրիգինալ եւ այնպիսի առաջադրանքներ այնպիսի մարտահրավերներ նետի սովորողին որ կարողանա հնարավորինս բացահայտել այդ նրա ներուժը լինել ստեղծարար Կարծում եմ դասագիրքը այս առումով հաջողած է։ Մի դիտարկում էլ եթե կարելի այս առումով շատ կարևոր է որ դասագրքի ստեղծմանը մասնակցում է գործող ուսուցիչը, աշխատող ուսուցիչը, որտեղ տարիների վեր մեր խնդիրը հավանաբար հենց դա է եղել, որ գրել են մարդիկ, ովքեր դպրոց չեն մտել, դասարան չեն հավաքել, դասաժամ չեն պարապել, ովքեր չեն հասկացել ինչ է ուզում աշակերտը։ Իսկ երբ որ արդեն մեր օրերում դասագրքերի համահեղինակները նաև ուսուցիչներ են, աշխատանքային խմբումներ գրաված են ուսուցիչները, սա իսկապես շատ կարևոր է եւ շատ արդյունավետ։ Ի վերջո, ինչ հարցերով են գալիս առաջին դասարան եւ ինչ հարցերով են գնում արդեն 12-րդ դասարանից։ Առաջին դասարան հաստատ գալիս են ոչ այն ակնկալիքով, որ մենք եկել ենք սովորելու։ Շատ էլ ասում են։ Մենք եկել ենք, որ սովորենք, մենք եկել ենք, որ սա իմանանք, չէ, իրենք ուսումնական խնդիր դեռևս չեն հետապնդում, բայց ավելի շատ նրանք գալիս են, որովհետեւ նոր է, որովհետեւ մանկապարտեզում չեն քնելու, որովհետեւ այլևս հա, այսպես իրենք մեծ են, պայուսակով են գալիս դեռևս այս շրջանակում է շփումը։ Եսի ձևավորում։ Այո, իրենց ավելի ինքնահաստատվելու, նոր միջավայրում դրսևորելու, դրա համար մենք սա չենք կոտրում եւ արագ նրանց խաղից էլ չենք կտրում, քանի որ նրանք գալիս են մի միջավայրից, որտեղ առաջատարը խաղային գործունեությունն է, մենք շարունակում ենք նույն ոգով խաղային գործունեությամբ աստիճանաբար ուսումնական գործունեությունը շաղախելով խաղայինին, բայց խաղայինը պայելով մինչեւ ավարտ Այսօր էլ մենք խաղանք, ձևավորում ենք շրջանավարտ։ Այո, այստեղ միջնակարգ կրթության ավարտին անգամ հիմնական դպրոցում խաղը մեզ չի լքում։ Դրան կարող են լինել տարբեր բնույթի, տարբեր տարիքային առանձնահատկություններին համապատասխան, բայց մենք խաղում ենք եւ խաղալով սովորում ենք։ Դա շատ կարևոր է, որտեղ իրենք այդ աշխուժության մեջ երբեմն վերցնում են ավելին, քան պատկերացնում են, որտեղ խաղը իսկապես կոնկրետ ինձ համար էլ խաղը ուսուցման լավագույն մեթոդներից մեկն է։ Եվ եւս մի կարևոր խնդիր, հա, մենք միշտ սովոր ենք, եթե ինչ-որ բան այնպես չի լինում, մեղադրել ուսուցչին, բայց այստեղ նաեւ ծնողի ֆակտորը շատ կա։ Ուսուցիչ եւ ծնող պետք է իրար օգնելով երեխային տանեն այդ աստիճաններով բարձրացնեն։ Խոսենք նաեւ մի քիչ ծնողների ներգրավվածության մասին երեխաների ուսման process-ում։ Եթե մենք ուզում ենք ձևավորել առողջ շրջանավարտ, առողջ աշակերտ, պիտի լինի դպրոց եւ ծնող ներդաշնակ համագործակցություն։ Եթե անհնար են չլինեն ընթացիկ խնդիրներ, մշտապես ենք ունենում, որովհետև մենք տարբեր փուլեր ենք ապրում աշակերտի զարգացման, դեռահասության տարիք, երիտասարդության տարիք, հա, եւ այս ընթացքում եթե արկա խնդիրները կարողանում ենք ներդաշնակ դաշտում համագործակցելով ծնողների հետ լուծել, մենք արդյունքում ունենում ենք առողջ սերունդ եւ մենք մեր կապը Վարդանանք կրթահամալիրում ծնողական համայնքի հետ շատ սերտ է, շատ ջերմ է, որտեվ Աստծուն փառք, այսպես ասեմ, ունենք լավ ծնողական համայնք եւ տարբեր կրթական եւ առհասարակ տարբեր հետաքրքիր միջոցառումների շրջանակում մենք ակտիվ համագործակցում ենք մեր ծնողական համայնքի հետ, իսկ արդյունքում շահում է աշակերտը, բնականաբար։ Նշեմ, որ Վարդանանք կրթահամալիրում օրինակ մենք իրականացնում ենք անհատական ծնողական ժողովներ եւ այս տարի նոր մոդել ենք ներմուծել, նոր ձևաչափ հաշվի առնելով էլի սոցիալ հուզական ուսումնառությունը, երեխան եւս մասնակցում է ծնողական ժողովին։ Այսինքն ծնողը միջնորդավորված չի գնում տուն եւ ասում, թե ինչ էր ասում ուսուցիչը իր մասին։ Ինքը անմիջականորեն լսում է, հա, մասնակցում է այդ խոսակցությանը, ինչ վերջնարդյունքներ է ապահովել, ինչ դժվարություններ է ունեցել, ինչ ձեռքբերումներ է ունեցել եւ ուրախ զվարթ գնում են տուն։ Կարծում եմ, որ այստեղ շատ ավելի արդյունավետ է այս ձևաչափը աշխատում, որովհետեւ շատ ժամանակ ծնողի հետ համագործակցության արդյունքում ոչ ճիշտ տեղեկատվություն է գնում տուն։ Եթե ունի մի երկու բան ավելացնելու, ասում է, այ գիտես, դու որ հեռախոսի մեջ շատ է լինում, այ ուսուցիչը այսպես ասաց, բայց ուսուցիչը այդպես չէր ասել, հա
եւ երեխան տեսակ տրամադրված է գալիս հաջորդ օրը։ Դրա համար մենք որոշեցինք, որ վկա կլինի որպես ակտիվ մասնակից այս ամեն ինչին եւ հաջորդ օրը իրենք շատ ուրախ տրամադրությամբ եկան, որտեղ ծնողական ժողովի ակտիվ մասնակիցներ էին եղել։ Այսպես է մեր համագործակցությունը, այսինքն թափանցիկ, բաց այդ հարաբերություններում ոչինչ չունենք թաքցնելու եւ լավի եւ վատի առումով։ Շնորհակալ ենք, որովհետեւ շատ նվիրական գործ եք անում, ինչքան էլ մենք մեր ուսումնական շրջանում միշտ ասում ենք դե լավ, դե դպրոց, դե լավ, դե հոգնեցինք, բայց միևնույն է, հետո արդեն երբ ավարտում ենք, հասկանում ենք, թե ինչ կարևոր գործ արեցին մեր ուսուցիչները մեր կյանքում։ Այնպես որ շնորհակալություն ձեզ այս նվիրական աշխատանքի համար։ Ուզում եմ նվիրել ձեզ Ջովանի Սափոր Ռոզեգինին, ամեն օրը դա հաղթանակ է աշակերտի հետ եւ աշակերտի ձեռքը բռնած։ Այնպես որ ձեր հաղթանակները նշեք այս Շնորհակալ ենք։ Եվ քանի որ գիտեմ, որ գեղեցիկ սերը շատ համեղ է պատրաստելու մեջ, այնպես որ ես համոզված եմ, որ ոչ միայն լավ կրթում եք երեխաներին, այլ հիանալի պատրաստում եք։ Տրամոնտինա բրազիլական բրենդը Հայաստանում ներկայացնում է խոհանոցային պարագաներ բարձրակարգ։ Ուզում եմ նվիրել ձեզ այս խոհանոցային պարագաները, որոնք համոզված եմ կթեթևացնեն ձեր հոգսը։ Եվ ուզում եմ նաև ձեզ նվիրել արև բացիկները, որտեղ ներառված են հայտնի երգերից եւ բանաստեղծություններից ֆրազներ, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այստեղ իհարկե Արամո Էմա Պետրոսյանի երգն է առաջինը, կյանք եմ ուզում, որ սիրեմ քեզ, որ չնայեմ տխուրամբին, որ մազերես շողերի պես փռեսեմ ճամփին։ Հաջորդ իհարկե Սահակյանի խոսքերն են, հերվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ։ Չկնաղերաս, իսկ մյուսը Հայկոյի երգից է ամենաառաջինը, ով ինձ զգում ես։ Սա խնդրեմ ձեզ, դուք արդեն նվիրեք ձեզ համար սիրելի մարդկանց։ Շատ շնորհակալ ենք, մենք էլ ենք շնորհակալ ձեր այս լուսավոր տաղավարումը հյուրընկալելու համար։ Շնորհակալություն ձեզ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։